Ես շատ տխրել եմ, երիտասարդ եմ, բայց ես մի շաբաթ է շատ տխուր եմ, որ այս տեսակ հզոր մարդիկ, ովքեր որ մեր երկրի համար իրենց չնչին լուման են դնում, ես այս դեպքում պարոն Ծառուկյանն է, բայց պարոն Ծառուկյանի փոխարեն կարող են ցանկացած մի գործարար հայտնվել, ես բոլորի անունից ու բոլորի համար եմ նշում, շատ ցավալի է, որ այս տեսակ բռնության օրենքներով են։ Կա բանակցությունների սեղան, կարելի է սեղանի շուրջ հավաքվել ու ինչ-որ լուծում տալ ու ավելի լավ ու դրական լուծում լինել, քան այս տեսակ անախորժություններ, մարդկանց այսպես դրսում կանգնեցնել, այս մի քիչ ճիշտ չի։ Տեսեք, բացի երիտասարդ եմ, ես այստեղ եմ, բայց տեսեք ինչ տարիքի մարդիկ կան, որոնց համար այս ամեն ինչը լուրջ խնդիր է։ Հաստատել կգտնի ձեր բոլորի բողոքի ձայնը եւ ինչպես եք դա պատկերացնում։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ երկրի լավ քաղաքացին եմ, այսքան դժվարություններ տեսած ազգ ենք, ես չեմ լքել իմ երկիրը երբեք ու հուսով եմ, որ իմ երկրի ղեկավարությունը ականջալուր կլինի մեր բողոքին, շատ հույս ունեմ։ Դրա համար եմ այստեղ։ Մուլտիսկոմունի աշխատակիցներն ասում են, եթե չվերականգնվի իրենց աշխատանքը, իրենք պատրաստ են անգամ Սևանի մայրուղին փակել, քննչական կոմիտե գնալ։ Հիմա ձեր պարագայում, եթե ամեն դեպքում այս ակցիան որևէ արդյունք չգրանցի, դուք ինչ եք անելու, ինչ հետագա քայլեր։ Տեսեք, պետք չի ոչինչ քաղաքականացնել, դա բողոքի մի ձև է։ Այսինքն թե որ ընկերությունը ինչ բողոք ներկայացնի ու ինչ մոտեցում բողոքի, այդ արդեն կախված է մարդկանց ցանկությունից, որոշումից։ Որևէ ընդհանուր հնարավորություն ունեք, որոշում ունեք, թե ինչպես է շարունակել այս ակցիան։ Ես տեսեք, եթե լուծում չտրվի, չգիտեմ ինչ կլինի, բոլորիս համար է դժվար լինելու։ Մենք բրենդ ենք ներկայացնում, ապրանքատեսակ ենք ներկայացնում ամբողջ աշխարհում։ Դեռ միայն մեր կոնյակի գործարանի մասին ենք խոսում։ Տեսեք, Multigroup կոնցերնի շրջանակներում ինչ ընկերություններ կան ու ինչ գործունեություն են ծավալում։ Մենք նախ կտուժենք, մեր երկիրը կտուժի ֆինանսական տեսանկյունից եւ երկրորդը մեր պատիվն ու անունն է։ Մենք հայկական կոնյակ ենք ներկայացնում։ Ու շատ կուզեմ, որ այն պատմությունը, որ հաղթանակով ենք ձեռք բերել կոնյակի շուրջ տարածվող, չեմ ուզի, որ այս տեսակ չնչին ու, չգիտեմ, տխուր ու վատ փաստերով ամբողջ աշխարհին ներկայացնենք ու ականջալուր լինենք, չեմ ուզի։ Աշխատատեղ գտնելը հեշտ է, կարող եք եթե երկար կարգանա, հեշտությամբ գնալ, երիտասարդներ մասնագետներ եւ աշխատել գտնել։ Տեսեք, մենք այնքան լավ պրակտիկա ու փորձ ունենք, պարոն Ծառուկյան ինքը շատ աշխատասեր մարդ է ու իր աշխատասիրությունը նաև որոշ չափով փոխանցվել է մեզ։ Մենք ամեն օր ենք ականատես լինում այդ ամեն ինչին։ Մենք կարող կգտնենք, որովհետև ունենք մեծ փորձ, բայց չենք ուզում կորցնենք այն ինչ ունենք, որովհետև այս պատերի այն կողմը մեծ մշակույթ է սառեցված ներկապահին։ Այդ միայն մեր ցավը չէ, ձեր բոլորիս, մեր հայազգի ցավն է։ Ու չենք ուզի, որ այս հզոր մշակույթը, որ տարիների ընթացքում է ձեռք բերել, այսպես լռության մեջ մնա ու չգիտենք հետո ճակատագիր ինչ կլինի։ Այս տեսակ չնչին այս մի շաբաթվա լռությունը, այս խոսակցությունները եւ այլն ամեն ինչը շատ կարող է վատ անդրադառնալ այն հզոր պատմության էջերի վրա, որոնք որ տարիների ու դարերի ընթացքում են գրվել։ Անկեղծ չենք ուզի։ Մենք սիրում ենք մեր պարոն Ծառուկյանին, մենք ողջունում ենք այստեղից իրեն, շատ սիրում ենք, սպասում ենք ու մեծ հպարտությամբ ու ցանկությամբ սպասում ենք, որ այցելի նոր աշխատանք, նոր հանձնարարականներ մեզ տա, մենք ոգևորվենք ու ավելի լավ ուժով ու ներուժով աշխատենք, ինչ ասեմ, այդքանը։ Ձեր պահանջը այսօր եք, այստեղ շատ հարթ հայտնի կներկայացնեք ինչ եք պահանջում, մեկ շաբաթ չեք հասկացել։
Եվ ինչու եք այսօր այստեղ։ Դե ուղղակի մտահոգ ենք, հանկարծակի աշխատանքի չեն կարողացել գալ։ Մտահոգված ենք, ոնց որ սովորական բոլոր մարդիկ, ամեն մեկը իր խնդիրներն ունի, եկել ենք չեն կարողանում աշխատենք։ Միշտ էլ եղել են ստուգումներ, զուգահեռ աշխատել ենք, ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի բան չենք խոչընդոտել, ամեն հարցել պատասխանել ենք, նորմալ աշխատանքը գնացել է, թե ինչա հիմա այս կարգի փակ, որ չեն կարողանում եւ համ, չգիտեմ, զուգահեռ ստուգումներ գնա, որտեւ ինչ աշխատում եմ այստեղ, ես այնպիսի շրջան չի եղել, որ գործանում ստուգողներ չլինեն։ Միշտ եղել են, միշտ էլ բաց աշխատել ենք, ոչ մի խնդիր չի եղել։ Հիմա պարզ չի ինչա կոնկրետ այս կարգի փակ, որ այսքան մարդ կոպիտ ասած անգործ մնացել եւ կարծում եմ բոլորին հայտնի է որ չկա մեկը որ այստեղ վարկ չունենա, խնդիր չունենա, ուղղակի չեմ պատկերացնում ոնց պիտի լինի առանց աշխատանք, չեմ կարողանում հասկանալ ու ոչ մի բան տնօրենին հարցնում ենք, տնօրենն ասում է ես չգիտեմ ոչ մի բան որ ձեզ ինչ որ բան բացատրեմ, ասեմ Երկար փակ մնաց, ինչպես եք ապրելու։ լավ ստիկ։ Այո, շատ մեծ խնդհարց է, այսքան ժողովուրդ անգործ մնալով, ոնց է ապրելու, ոնց է իր կարիքները հոգալու, դա շատ մեծ խնդիր է, այդ պահանջով ենք մենք այսօր այստեղ, մինչև երբ։ Օրվա հացի խնդիր է, իհարկե, մենք հարյուրավոր աշխատողներ ունի գործարանը, երբեք աշխատավարձի ուշացում չի եղել, պարբերաբար միշտ ստացել ենք աշխատավարձ, երբեք խոչընդոտ չի եղել աշխատանքի, հանկարծակի ենք եկել այսպես, փակել են գործարանը։ Շատ լավ կոլեկտիվ ունենք, լավ թիմ ունենք, ինձ թվում է բոլորն էլ գիտեն դրա մասին, բոլորը շատ լավ մարդիկ են, հիմա ամեն մեկը իր խնդիր ունի, պարտադիր չի, ասենք մեկը կանգնի լացիաս ես հաց փոխ չեմ, բայց բոլորը խնդիր ունեն այստեղ, ու ինչ ենք անելու այդ հարցը, ինձ թվում է այդ հարցը մենք չպետք է տանք, մեր ղեկավարները, պետական ղեկավարները պիտի ասեն, ժողովուրդ ջան, դուք էլ եք մեր ժողովուրդը, այ եկեք այսպես պիտի անենք, չկա ոչ մի բան, ոչ մի պատասխան չկա ինչ պիտի անենք, հիմա չենք աշխատում, հարգելի ղեկավարներ, ինչ ենք անելու մենք, եկեք պատասխան տվեք մեզ։ Նոր գործ եք ընտրելու, պայքարելու եք այս աշխատանքի համար։ Պայքարելու ենք մեր աշխատանքի համար, մենք սիրում ենք մեր գործարանը, մենք սիրում ենք մեր գործը, մեր կոլեկտիվին, չգիտեմ, ես 15 տարի այստեղ եմ աշխատում, չեմ պատկերացնում, որ առավոտյան ասենք եկել ենք ու չեն կարողանում մտնենք աշխատել։ Վերջո ինչի համար, եթե մենք դիտարկենք շուկան եւ մեր արտադրանքը, որը մենք թողարկում ենք, շատ մրցունակ արտադրանք ենք թողարկում, բարձրորակ, երբևէ որևէ խոչընդոտ որակի հետ կապված երբևէ չենք ունեցել, նորմալ աշխատել ենք, նորմալ արտադրանքը թողարկվել է, աշխատողները նորմալ ստացել են իրենց աշխատավարձները, ամեն ինչ հստակ հարթ ընթացել է եւ հանկարծ մեկ օր գալիս ենք ու փակ է գործարանը։ Իսկ հարցերը պետք է լուծվեն վի մակարդակում, ինչ հարցեր են, մենք աշխատողները տեղյակ չեն, աշխատողներին դա չի վերաբերվում, իրենք իրենց օրվա հացի խնդրի համար են այստեղ բոլորը։ Ես լաբորատորիայի։ Իշխանության այս վերաբերմունքի մասին ինչ կասեք, տեսեք, այսքան մարդ հարկադիր կողմնակցել չի աշխատում։ Հենց դա է, իշխանությունը մտածում է ինչի մասին, իր պետք է մտածի իր աշխատակիցների ժողովրդի մասին, այսպես են մտածում ժողովրդի մասին, անգործ թողնելով ժողովրդին, օրվա աշխատավարձի չունենալով, այսպես են մտածում ժողովրդի մասին։ Օրինակ ձեր աշխատացի դիմաց պետությունը կտակ ու Չգիտեմ, ես հումորով եմ վերաբերվում, չեմ կարծում։ Իհարկե, ես չգիտեմ։